Ասում են, որ մարդկանց 99%-ը կանտեսի այս հաղորդագրությունը, բայց եթե դու այն 1%-ի մեջ ես, ով պատրաստ է կանգ առնել, ապա տրամադրիր 7 վայրկյան շնորհակալություն հայտնելու Փրկչին, սով խաչվեց մեզ համար։ Գրիր ամեն եւ չես փոշմանի։ Երկնային Հայր, մտիր իմ տուն եւ հեռացրու տագնապը, ցավը, հիվանդություններն ու դժբախտությունները։ Լցրու մեր տունը խաղաղությամբ եւ լույսով։ Թող յուրաքանչյուր ոք, ով կգրի ամեն, օրհնություն ստանա։ Փոխանցիր այս աղոթքը գոնե մեկ հարազատ մարդու, որպիսի աղոթքի զորությունը չմարի։ Ամեն։ Ոչ մի դեպքում մի փակիր այս տեսանյութը։ Մեծ խնդրում եմ, կանգ առ մեկ պահ, 7 վայրկյան, գրիր ամեն։ Դու քո ընտանիքը Աստծուց բարի լուր կստանաք։ Այսօրվանից քո կյանքից կվերանան անհանգստությունը, հոգնածությունը, տխրությունը։ Եթե զբաղված չես, փոխանցիր այս հաղորդագրությունը գոնե մեկ մարդու։ Քո տանը կհայտնվեն 12 օրհնություններ։ Ես չգիտեմ ով ես դու, անգամ չգիտեմ քո անունը, բայց եթե դու դիտում ես այս տեսանյութը, ապա դու ամենաօրհնված մարդն ես։ Քո տանը 3 մեծ հրաշք կկատարվի, տխրությունը կվերածվի ուրախության, հոգսերը խաղաղության, իսկ ցավը երջանկության։ Պատասխանիր. Ամեն, որպեսզի Աստված կարողանա հրաշքներ գործել քո ընտանիքում։ Քանի սուրբ գնացիր, որքան աղոթեցիր, որին նման հրաշքին քեզ կիսակեցիր։ Վայ դու մոլացա, որ հենց տեսա, ոտները տագից փախան ու սիրահարված։ Ջահել եմ եղել, խելքս իսկերել։ Էլբան չկար խելք պետի ուտեի, վայ, սիրեմ գես քեզի, ախր դու հասկացի, ոչ մեկ չկա իմ կյանքում քեզնից բացի։ Ես չգիտեմ, թե ով ես դու, ինչ անուն ունես, բայց եթե դու դիտում ես այս տեսանյութը, ապա դու օրհնված ես։ Թող Քրիստոսի սուրբ արյունը պահպանի քո տունը, քո ընտանիքը, շնորհելով նրանց խաղաղություն, պաշտպանություն, ազատություն։ Խնդրում եմ, մի մերժիր։ Քնելուց առաջ ասա Աստծուն այս 3 խոսքերը, հատկապես վերջինը։ Դրանք խաղաղություն կբերեն քո տուն հանգստություն, քո սրտին։ Առաջինը. Տեր, շնորհակալ եմ, որ դու ինձ հետ ես։ Շնորհակալ եմ այսօրվա համար, տան համար, որտեղ կարող եմ հանգստանալ, այն սիրո համար, որով շրջապատել ես իմ ընտանիքին։ Շնորհակալ եմ, որ դու կողքիս ես, երբ Ու այսօր բախտավոր ես, պատահականություն չէ, որ կարդում ես սա, այլ որովհետև Աստծո ողորմությունը իջնում է քեզ վրա, վաղը քեզ հետ լավ բան է կատարվելու, քո բոլոր դժվարությունները կան հետ անան, քո ընտանիքը կազատվի, եթե հավատում ես գրիրի ամեն։